Շատ կարևոր է արձանագրել, ինչն է պատճառը, որ մենք ավելի մեծ տնտեսական աճ ենք ապահովել, քան կանխատեսվում էր։ Պատճառները բազմիցս են, արդեն աշխատող, արդյունք ստեղծող մարդկանց բոլորին շնորհակալություն հայտնեցի։ Հիմա միտքը, որը կրքեր է բորբոքելու։ Իմ կարծիքով պետական կառավարման համակարգը սկսեց շատ ավելի մոտիվացված աշխատել, երբ որ մենք նախորդ տարվա արդեն մարտից, ապրիլից սկսեցինք քննարկել արդյունքի վրա հիմնված վարձատրության համակարգը ներդնելու մասին։ Եվ ես համոզված եմ ուղղակի իմ վերլուծությունը, որ գործոններից մեկը, որը բերել են նրան, որ մենք այսօր կարող ենք սոցիալական ոլորտում պատմական փոփոխության հասնել, դա վարձատրության նոր համակարգն է, որի ներդրումը մենք սկսել ենք անցյալ տարվա առաջին կեսից։ Ես հիմա խոսում եմ պարգևավճարների համակարգի մասին։ Ուզում եմ ընդգծել, որ 2025-ի բյուջեով 6.5 միլիարդ մենք հենց պետական համակարգից, այսինքն որ նախկինում կար, էլի տրվում էր պետական համակարգին, կրճատեցինք դա, ռեզերվ արեցինք, 3.5 միլիարդը ուղղեցինք պետական կառավարման համակարգի ավելի արդյունավետ դարձնելու եւ հիմա 78 միլիարդ այդ թվում դրա արդյունքում ասեն շատ կոնկրետ տալիս ենք մեր թոշակառուներին։ Ես ուզում եմ ասել, որ շատ ուրախ եմ եւ կներեք շատ գոհ եմ, որ ես ինքս այդ որոշումները կայացրել եմ, որովհետեւ ես հիմա տեսնում եմ այդ որոշումների պատճառահետևանքային կապը։